իսկ իմունիտետի համար պետք է վիտամիններ խմել։ Աշնան սեզոնին այո, թեկուզ եւ սննդակարգում ենք ավելի վիտամիններ եւ որոշ սննդունթնում, բայց փոփոխություն կատարում, բայց նաեւ ցանկալի է վիտամիններ օգտագործել, օրինակ վիտամին C, ցինկ եւ չենք մոռանում ամենակարևոր վիտամինի մասին, վիտամին D-ն, որը աշնանը, քանի որ վիտամին D-ի աղբյուրը արևի ճառագայթները եւ աշնանը մենք այդ պակասը ունենք, պետք է լրացնել նաեւ վիտամին D-ի պակասը, որ էլի շատ մեծ դեր ունի մեր օրգանիզմում ոսկրերի ամրության, հակաօքսիդանտ իր ազդեցության համար։ Այո, ուրեմն տանք ինֆորմացիա, թե որքան է չափաբաժինը, ինչ վիտամիններ պետք է վերցնել ըստ տարիքային խմբերի։ Եթե ինչ-որ քրոնիկական հիվանդություն ունի տվյալ պացիենտը կամ անհատը, ապա վիտամին D-ն այդքան էլ ցանկալի չէ առանց կարիք լինելու օգտագործել։ Բարձր դոզաների մասին է խոսքը, պահպանողական դոզաներ 1000, 2000 միավոր